Իսկ ինչ անել, եթե թշնամուդ սիրելը նշանակում է թույլ տալ, որ նա ոչնչացնի այն ամենը, ինչ դու կառուցել ես։ Պատկերացրեք, մի մարդ կանգնած է իր ընտանիքի ժառանգության փլատակների վրա։ Անգին խաչքարը, հոր վերջին գլուխգործոցը, փշուր-փշուր ընկած է գետնին։ Քարի փոշին խառնվում է նրա դեմքի արցունքներին, մինչ նա լսում է այն մարդկանց ծիծաղը, ովքեր արեցին սա։ Այն մարդկանց, ում Քրիստոսը պատվիրում է սիրել։ Սա պարզապես ներման մասին պատմություն չէ։ Մենք քայլ առ քայլ կհետևենք Գևորգին այս անհնարին ճանապարհին, որտեղ ամեն աղոթք իր ընտանիքին դավաճանելու պես է թվում։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք, թե ինչպես է այս աստվածային պատվիրանը, որն անեծք է թվում, իր մեջ թաքցնում մի այնպիսի զորություն, որը կարող է ոչ միայն փրկել մարդու հոգին, այլև ամբողջովին շրջել խաղի կանոններն իր ամենադաժան թշնամու դեմ։ Հնարավոր է արդյոք իրական ուժ գտնել այնտեղ, ինչն աշխարհը թուլություն է համարում։ Շուտով կիմանանք։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք, թե քանիսով ենք։ Քարի փոշին, որ դարերի աղոթքի հոտն էր կրում, օդում պարում էր արևի շեղ շողերի մեջ։ Գևորգի 48 տարեկան վարպետի մուրճի հարվածները ռիթմիկ էին ու վստահ, ինչպես սրտի զարկերը։ Նրա ձեռքի տակ անշունչ տուֆի կտորը վերածվում էր կյանքի ու հավատքի խորհրդանիշի, հերթական խաչքարի, որը պիտի զարդարեր Գյումրիի նորակառույց եկեղեցիներից մեկը։ Այս արհեստանոցը, որը գտնվում էր Երևանի հին թաղամասերից մեկի խորքում, ավելին էր, քան պարզապես աշխատատեղ, այն սրբավայր էր։ Այստեղ էին աշխատել նրա պապն ու հայրը, և պատերից ներծծված խնքի ու քարի բույրը նրա մանկության անբաժանելի մասն էր։ Յուրաքանչյուր գործիք, յուրաքանչյուր կիսատ թողած քար իր պատմությունն ուներ, բայց այդ առավոտվա սրբազան լռությունը կոպտորեն խախտվեց։ Փողոցում կանգ առավ փայլուն սև ամենագնաց մի մեքենա, որն այնքան խորթ էր թվում այս հնամաշ փողոցի համար, որքան ոսկե մատանին հողագործի կոշտացած ձեռքին։ Մեքենայից իջավ մի տղամարդ, թանկարժեք կոստյումով, որի ինքնավստահ քայլվածքն ու սառը հայացքը խոսում էին իշխանության մասին։ Նա Տիգրանն էր, քաղաքում հայտնի կառուցապատող, ում անունը կապում էին ինչպես փայլուն նորակառույցների, այնպես էլ բազմաթիվ քանդված օջախների հետ։ Նա ներս մտավ արհեստանոց առանց թաքելու, և նրա փայլուն կոշիկները տրորեցին քարի սուրբ փոշին։ Գևորգ վարպետ, հնչեց նրա ձայնը, յուղոտ ու միևնույն ժամանակ պողպատ է։ Գևորգը շրջվեց, ձեռքին պահելով հատիչը։ Նա գլխով արեց. Լսում եմ։ Տիգրանը ժպտաց մի ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Լավ լուր ունեմ ձեզ համար։ Մենք գնում ենք այս ամբողջ թաղամասը, այստեղ մեծ բնակելի համալիր ենք կառուցելու, դրախտի այգիներ։ Ձեր այս խրճիթի համար շուկայականից բարձր գին եմ առաջարկում։ Կարող եք լավ տուն գնել քաղաքի ծայրամասում, նոր արհեստանոց բացել։ Գևորգը հայացքը չկտրեց նրա աչքերից։ Նա զգում էր, թե ինչպես է իր երակներում արյունը սառչում։ Այս հողը չի վաճառվում, ասաց նա հանգիստ, բայց այնպիսի տոնով, որը քարից ամուր էր։ Սա իմ պապի օջախն է, իմ հոր գերեզմանը, այս քարերը պարզապես քարեր չեն։ Տիգրանի ժպիտն անհետացավ։ Վարպետ, եկեք իրատես լինենք, ձեր պապերի ժամանակներն անցել են, սա բիզնես է, ես ձեզ լավություն եմ անում, առաջարկելով գումար, կարող եմ նաև չառաջարկել։ Նրա ձայնի մեջ սպառնալիքի սառը նոտաներ հնչեցին։ Մտածելու համար 2 օր ունեք, 2 օր հետո իմ տղաները կգան պատասխանի հետևից։ Խորհուրդ կտայի ճիշտ որոշում կայացնել, որովհետև դրանից հետո առաջարկ այլևս չի լինի։ Տիգրանը շրջվեց ու հեռացավ, իր հետևից թողնելով լարվածություն և օդում կախված սպառնալիքի զգացում։ Գևորգը կանգնած մնաց քարացած։ Նրա հայացքը սահեց արհեստանոցով մեկ, կանգ առնելով պատին փակցված հոր սև ու սպիտակ լուսանկարի վրա։ Նրա հայրը, Վարդան վարպետը, նույնպես կանգնած էր այս նույն տեղում, նույն հպարտ կեցվածքով։ Գևորգը մոտեցավ կիսատ խաչքարին, որի վրա աշխատում էր, և մատները սահեցրեց նուրբ զարդանախշերի վրայով։ Նրա բռունցքներն այնքան ուժգին սեղմվեցին, որ մատների ծայրերը սպիտակեցին, իսկ հատիչը խրվեց ափի մեջ։ Նա նայեց պատուհանից հեռացող սև մեքենային, և նրա շուրթերից մի անեծք պոկվեց, խուլ ու զայրալի։ Այդ երեկո նրանց փոքրիկ տանը լարված լռություն էր տիրում։ Կինը, Անահիտը, նրա դեմքին ամեն ինչ կարդացել էր։ Ինչ եմ կանելու, Գևորգ, հարցրեց նա, ձայնի մեջ թաքցնելով վախը։ Նրա նման մարդկանց դեմ չեն կռվում։ Գևորգը չպատասխանեց։ Նա նստած էր սեղանի շուրջ, որի վրա դրված էր նրանց ընտանեկան ավետարանը, հաստ կաշեկազմ կազմով, որը սերնդեսերունդ էր փոխանցվել։ Նա բացեց գիրքը, և նրա աչքերն ընկան Ղուկասի ավետարանի 6-րդ գլխի խոսքերի վրա։
Բայց ձեզ եմ ասում, որ լսում եք, սիրեցեք ձեր թշնամիներին, բարի արեք ձեզ ատողներին։ Նա կարդաց այդ տողերը 1, 2, 3 անգամ։ Խոսքերը կարծես ծաղրում էին նրան. սիրել Տիգրանին, բարի անել այն մարդում, ով եկել էր իր տունը քանդելու, իր հոր հիշատակը տրորելու։ Նա բարձրացրեց հայացքը և նայեց պատից կախված Քրիստոսի սրբապատկերին։ Փրկչի աչքերը կարծես նայում էին ուղիղ նրա հոգու խորքը։ Այդ պահին նա զգաց իրեն ծուղակի մեջ ընկած։ Մի կողմից անոհոք թշնամին էր, մյուս կողմից իր տիրոջ անհնարին թվացող պատվիրանը։ Նա փակեց ավետարանը, բայց խոսքերը շարունակում էին այրել նրա միտքը։ Ճաշասեղանին դրված տոլման սառել էր։ Անահիտը նստած էր դիմացը, ձեռքերը կրծքին խաչած, իսկ նրանց 18-ամյա որդին, Դավիթը, լարված հայացքով հորից մորն էր նայում։ Լռությունը խախտեց դռան կտրուկ բացվելը։ Ներս խուժեց Գևորգի կրտսեր եղբայրը, Լևոնը, 35 տարեկան, կայտառ, գործնական մտածելակերպով մի երիտասարդ, ում համար հավատքը լավ բան էր կիրակի օրերին, բայց կյանքի իրական խնդիրները պահանջում էին իրական լուծումներ։ Ես ամեն ինչ լսել եմ, հայտարարեց նա բաճկոնը նետելով աթոռին։ Ամբողջ թաղամասը դրանից է խոսում, ու դու նստած Աստվածաշունչ ես կարդում, եղբայր, ուշքի արի, սա այն դեպքը չէ, որ մյուս թուժ դարձնես։ Գևորգը հոգնած հայացքով նայեց նրան։ Իսկ ինչ ես առաջարկում, Լևոն, գնամ կռվեմ նրա հետ։ Դու գիտես ով է նա։ Իհարկե գիտեմ, բորբոքվեց Լևոնը, և հենց դրա համար էլ պետք է գործել, ոչ թե աղոթել։ Ես ընկեր փաստաբան ունեմ, մենք նրա վրա այնպիսի կեղտ կգտնենք, որ ինքը կխնդրի մեզանից հեռու մնալ։ Կարելի է մի քանի լրագրողի միացնել գործին, աղմուկ բարձրացնել։ Իսկ եթե դա էլ չօգնի, դե կան մարդիկ, ովքեր կարող են նրան բացատրել, որ այս թաղամասը պետք է մոռանա։ Այս խոսքերը լսելով Անահիտը սարսափահար նայեց Տեգրին։ Լևոն, ինչ ես խոսում, մենք քրիստոնյա մարդիկ ենք, այդպիսի բաներ չենք անում։ Լևոնը հեգնանքով ծիծաղեց։ Հարս, հարգում եմ քո հավատքը, բայց մեր պապերի արհեստանոցն են ուզեմ խլել, քո ամուսնու կյանքի գործը, իսկ դուք ինձ քրիստոնեությունից եք դասեր տալիս։ Գևորգ, մի բան ասա, մենք պայքարելու ենք, թե սպասելու ենք, մինչև բուլդոզերները գան։ Գևորգը վեր կացավ, նորից վերցրեց ավետարանը։ Նրա ձեռքերը դողում էին։ Այստեղ գրված է. «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Ես չգիտեմ ինչպես դա անել, Լևոն։ Աստված վկա չգիտեմ, բայց ես գիտեմ, որ չեմ կարող չարությամբ պատասխանել չարությանը։ Դա մեր ճանապարհը չէ։ Լևոնի դեմքը քարացավ։ Նա անհավատ հայացքով նայում էր եղբորը, կարծես խելագարի տեսներ։ Ուրեմն վերջ, դու պատրաստ ես հանձնվել, պատրաստ ես հանուն մի քանի տողի հրաժարվել այն ամենից, ինչ մեր հայրն ու պապն են ստեղծել։ Դու դավաճանում ես նրանց հիշատակը։ Ոչ, Գևորգի ձայնը բարձրացավ։ Դավաճանությունը չարի ճանապարհով գնալն է։ Մեր զենքը հավատքն է։ Հավատքը։ Ինչ պիտի անի քո հավատքը Տիգրանի փողերի ու կապերի դեմ, պայթեց Լևոնը։ Սա մանկական խաղ չէ, սա կյանք է, և եթե դու պատրաստ չես պայքարելու, ես մենակ կպայքարեմ, բայց իմացիր, եթե դու ընտրում ես քո գրքերը մեր ընտանիքի փոխարեն, ապա այլևս ինձ եղբայր չհամարես։ Նա շրքացնելով փակեց դուռը, տանը թողնելով խորը, ցավալի ճեղքվածք։ Գևորգը նստեց աթոռին, գլուխը կախ բռնելով ձեռքերի մեջ։ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն չէր լուծել խնդիրը, այլև ավելի էր սրել այն, նրան հանելով իր ամենամտերիմ մարդու, հարազատ եղբոր դեմ։ Անահիտը մոտեցավ, գրկեց նրան։ Գևորգ, գուցե Լևոնը ճիշտ է, գուցե մենք սխալ ենք հասկանում տիոց խոսքերը, գուցե դա չի նշանակում, որ պետք է թույլ տալ, որ մեզ ոչնչացնեն։ Մենք պետք է խոսենք Տեր Հովհաննեսի հետ, նա մեր եկեղեցու քահանան է, նա կօգնի մեզ հասկանալ։ Գևորգը բարձրացրեց հայացքը։ Նրա աչքերում ոչ թե հուսահատություն էր, այլ խորը շփոթություն։ Նա գիտեր, որ կինը ճիշտ է։ Ինքնուրույն նա այլևս չէր կարող գտնել այս հարցի պատասխանը։ Նրան անհրաժեշտ էր հոգևոր առաջնորդի իմաստությունը, մեկի, ով կօգներ նրան տեսնել լույսը այս անելանելի թվացող խավարի մեջ։ Հաջորդ առավոտ Գևորգն ու Անահիտը գնացին իրենց թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Տեր Հովհաննեսը, 60 տարեկան մի քահանա, որի հայացքում միշտ խաղաղություն ու իմաստություն կար, նրանց ընդունեց իր փոքրիկ գրասենյակում, որտեղ օդը ներծծված էր հին գրքերի ու խնկի բույրով։ Գևորգը պատմեց ամեն ինչ, սկսած Տիգրանի այցից մինչև եղբոր հետ ունեցած վեճը։ Նա իր հոգին բացեց քահանայի առաջ, խոստովանելով իր զայրույթը, շփոթությունն ու անզորությունը։ Ես կարդում եմ Տիրոջ խոսքերը, Տեր Հայր, բայց չեմ կարողանում դրանք իմ սրտով ընդունել։ Իմ միտքն ասում է, որ պետք է սիրեմ, բայց իմ ամբողջ էությունը բողոքում է դրա դեմ։ Ինչպես կարող եմ բարիք անել մարդուն, ով ուզում է իմ տունը քանդել։
Տեր Հովանեսը ուշադիր լսում էր, մատներով շոյելով իր փայտե համռիչը։ Երբ Գևորգը լռեց, նա խոսեց մեղմ ձայնով. «Գևորգ, զավակս, դու կարծում ես Տերը մեզանից անհնարին բան է պահանջում, բայց մենք հաճախ սխալ ենք հասկանում սիրել բառի իմաստը։ Ավետարանական սերը զգացմունք չէ, այն կամքի որոշում է։ Այն չի նշանակում հավանել թշնամուդ կամ արդարացնել նրա արարքները, այն նշանակում է ցանկանալ նրա փրկությունը, աղոթել նրա հոգու համար և գործել այնպես, որը բխում է ոչ թե քո վիրավորված եսից, այլ Աստծո արդարությունից»։ Այս խոսքերը Գևորգի համար նոր լույս սփռեցին խնդրի վրա, բայց նա դեռ տատանվում էր։ Բայց ինչ պետք է անեմ գործնականում, ինչ քայլեր ձեռնարկեմ։ Այդ հարցին պատասխանելու փոխարեն Տեր Հովանեսը մի պատմություն պատմեց անապատի հայրերից մեկի մասին, ով աղոթում էր իրեն կողոպտած ավազակի համար, մինչև որ ավազակը զղջաց ու դարձի եկավ։ Պատմությունն ավարտելուց հետո նա ասաց. «Առաջին քայլը միշտ աղոթքն է, բայց երբեմն Աստված մեզանից նաև գործողություն է ակնկալում։ Գուցե դու պետք է գնաս այդ մարդու մոտ, ոչ թե պահանջելու կամ սպառնալու, այլ որպես քրիստոնյա, քրիստոնյայի»։ Այս խորհուրդը վախեցրեց Գևորգին, բայց միևնույն ժամանակ նրա սրտում մի փոքրիկ հույս արթնացավ։ Գուցե սա էր ճանապարհը։ Հաջորդ օրը, երկար տատանումներից ու աղոթքներից հետո, Գևորգը որոշում կայացրեց։ Նա իր արհեստանոցից վերցրեց մի փոքրիկ, նրբորեն փորագրված խաչքար, որը վաղուց էր պատրաստել և գնաց Տիգրանի գրասենյակ։ Շքեղ ապակեպած շենքի ընդունարանում նրան երկար սպասեցրին։ Վերջապես քարտուղարուհին թույլ տվեց նրան մտնել։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի հետևում շրջապատված թանկարժեք իրերով։ Նա զարմացած նայեց Գևորգին։ «Դու, ինչ ես ուզում, ժամկետդ դեռ չի լրացել»։ Գևորգը խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել իր բաբախող սիրտը։ Նա մոտեցավ սեղանին և զգուշորեն դրեց խաչքարը։ «Ես ձեզ համար նվեր եմ բերել», ասաց նա հնարավորինս հանգիստ ձայնով։ «Սա ձեզ համար է, թող Աստված օրհնի ձեր գործերը և ձեզ ճիշտ ուղղություն ցույց տա»։ Սենյակում լռություն տիրեց։ Տիգրանը հայացքը խաչքարից տեղափոխեց Գևորգի դեմքին, հետո նորից խաչքարին։ Նրա դեմքին տարակուսանք էր, որը շուտով փոխարինվեց արհամարհական ժպիտով։ Նա վերցրեց խաչքարը, մի պահ պտտեց ձեռքերի մեջ, կարծես գնահատելով դրա արժեքը։ Հետո, առանց մի խոսք ասելու, նա շրջվեց և ցուցադրաբար այն գցեց իր կողքին դրված աղբամանի մեջ։ Քարի, մետաղին դիպչելու ձայնը որոտի պես հնչեց լուռ սենյակում։ «Ինձ քո քարերը պետք չեն, վարպետ», ասաց Տիգրանը, դառնալով դեպի Գևորգը, նրա աչքերում սառույց էր։ «Ինձ քո հողն է պետք, իսկ հիմա դուրս գնա իմ գրասենյակից, մեկ օր էլ ունես»։ Գևորգը կանգնած էր քարացած։ Նա զգում էր, թե ինչպես է արյունը դեմքից քաշվում։ Սա ոչ միայն նվաստացում էր, սա իր հավատքի, իր հույսի, իր ամենասուրբ զգացմունքների ոտնահարումն էր։ Նա լուռ շրջվեց և դուրս եկավ սենյակից։ Փողոցում քայլելիս նա չէր զգում ոչ գետինը ոտքերի տակ, ոչ էլ մարդկանց հայացքները։ Նրա մարդկային փորձը, կիրառելու Քրիստոսի խորհուրդը, ոչ միայն ձախողվել էր, այլև հանգեցրել էր ավելի մեծ նվաստացման և հակառակորդի դիրքերի ամրապնդմանը։ Նա հասկացավ, որ Տիրոջ խոսքերը հասկանալը շատ ավելի բարդ է, քան նա կարծում էր։ Դա պարզապես բարի խոսքեր ասելը կամ նվեր տալը չէր։ Դրա հետևում թաքնված էր մի իմաստություն, որը նա դեռ պետք է բացահայտեր։ Գևորգի նվաստացումը միայն սկիզբն էր։ 2 օր անց, երբ նա առավոտյան բացեց տեղական թերթը, զգաց, թե ինչպես է գետինը սահում իր ոտքերի տակից։ Առաջին էջի կեսը զբաղեցնում էր մի հոդված. «Ժառանգության անվան տակ թաքնված խարդախություն» վերնագրով։ Հոդվածում, առանց ուղղակիորեն անուններ տալու, պատվվում էր մի անբարեխիղճ վարպետի մասին, ով, շահարկելով իր պապենական հողի գաղափարը, խոչընդոտում է քաղաքի զարգացմանը և փորձում է շանտաժի միջոցով անհամաչափ մեծ գումար կորզել բարեխիղճ կառուցապատողից։ Հոդվածում ակնարկվում էր, թե իբր հողի սեփականության փաստաթղթերը կասկածելի են և որ վարպետը պարզապես օգտվում է իրավիճակից։ Տիգրանի ձեռագիրն ակնհայտ էր։ Նա պատերազմը տեղափոխել էր նոր դաշտ, հանրային կարծիքի, և այդ զենքը շատ ավելի վտանգավոր էր, քան բացահայտ սպառնալիքները։ Այդ օրվանից նրանց կյանքը վերածվեց դժոխքի։ Երբ Գևորգի տարեց մայրը, տիկին Վարդուհին, գնաց շուկա, զգաց, որ մթնոլորտը փոխվել է։ Մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ նրա բարեկամներն ու հարևաններն էին, խուսափում էին նրա հայացքից, շշուկներով ինչ-որ բան էին խոսում նրա թիկունքում։ Կանաչեղեն վաճառող Սոնան, ում հետ նա ամեն առավոտ սուրճ էր խմում, ձևացրեց, թե չի տեսնում իրեն։
Իսկ երբ տիկին Վարդուհին մոտեցավ հացթուխին, իր սովորական հացը գնելու, վերջինս աչքերը թաքցնելով, կոպիտ ասաց. «Հաց չկա, վերջացել է»։ Տիկին Վարդուհին կանգնած էր շուկայի մեջտեղում, ձեռքին դատարկ տոպրակը, եւ զգում էր, թե ինչպես են տասնյակ աչքեր դանակի պես խոցում իր մեջքը։ Նա տուն վերադարձավ լուռ, դեմքը գունատ ինչպես մոմը։ Այդ երեկո տանը պայթյուն տեղի ունեցավ։ «Սա էր քո սիրիր թշնամուդի արդյունքը, Գևորգ», լացակումած ձայնով գոռաց Անահիտը։ «Դու գնացիր, խոնարհվեցիր նրա առաջ, իսկ նա մեզ ցեղի մեջ թաթախեց։ Հիմա մենք ոչ միայն մեր տունն ենք կորցնում, այլև մեր պատիվը, մեր բարի անունը։ Ինչ կասեն մարդիկ, որ մենք գողեր ենք, խաբեբաներ, քո տղան վաղը դպրոց է գնալու, ինչ պիտի ասի իր ընկերներին»։ Գևորգը լուռ էր, նրա ներսում ամայություն էր։ Նա զգում էր, որ իր հավատքի նավը խորտակվում է իրականության ժայռերին բախվելով։ Նա փորձել էր հետևել Քրիստոսի խորհրդին, բայց արդյունքը աղետալի էր։ Նրա ընտանիքը տառապում էր, նրա անունը արատավորված էր, իսկ եղբայրը նրա հետ չէր խոսում։ Նույնիսկ Տեր Հովհաննեսը, երբ Գևորգը նորից գնաց նրա մոտ, կարծես շփոթված էր։ «Գուցե պետք է ժամանակավորապես զիջումների գնալ, զավակս», ասաց նա տատանվելով։ «Երբեմն իմաստուն նահանջը լավագույն մարտավարությունն է։ Աստված չի ուզում, որ մենք անմիտ կերպով մեր ընտանիքները վտանգի ենթարկենք»։ Այս խոսքերը վերջնականապես խարխլեցին Գևորգի վստահությունը։ Եթե նույնիսկ քահանան էր խոսում փողզիջումների մասին, ուրեմն ում հավատալ։ Գուցե Լևոնն ի սկզբանե ճիշտ էր։ Գուցե ավետարանի խոսքերը գեղեցիկ իդեալներ են, որոնք կիրառելի չեն այս դաժան անողոք աշխարհում։ Նա նստած էր իր արհեստանոցում, շրջապատված իր պապերի ստեղծած գործիքներով ու քարերով։ Նա նայում էր իր ձեռքերին, այն նույն ձեռքերին, որոնք կարող էին անշունչ քարին կյանք տալ, բայց անզոր էին պաշտպանելու իր սեփական ընտանիքը։ Մարդկային բանականությունն ու աստվածային իմաստությունը մտել էին անհաշտ պայքարի մեջ, եւ թվում էր, թե բանականությունը հաղթում է։ Նա հասել էր մի կետի, երբ պետք է ընտրություն կատարեր, կամ հրաժարվել իր հավատքի արմատական ընկալումից եւ փորձել փրկել այն, ինչ հնարավոր է, կամ շարունակել քայլել այս անհասկանալի ցավալի ճանապարհով, վտանգելով կորցնել ամեն ինչ։ Գևորգը փակավ։ Նա չէր կարող այլևս տանել ոչ կնոջ արցունքները, ոչ մոր լուր հայացքը, ոչ էլ իր սեփական անզորության զգացումը։ Նա մեքենան քշեց դեպի լեռները, առանց հստակ ուղղության, մինչև հասավ Գեղարդի վանքին։ Նա չմտավ եկեղեցի, նա պարզապես նստեց վանքի պատերից հեռու գտնվող մի քարի վրա, նայելով հինավուրց պատերին, որոնք դարերի լռության վկաներն էին։ Նրա ներսում դատարկություն էր։ Նա չէր աղոթում, չէր մտածում, բառերը սպառվել էին, հույսը մարել։ Նա պարզապես նստած էր, թույլ տալով, որ լեռների սառը քամին սառեցնի իր այրվող դեմքը։ Նրա հայացքն աննպատակ թափառում էր շուրջը, երբ նկատեց մի տեսարան։ Մի քանի տղաներ ծիծաղելով քարեր էին նետում թափառող կախ շան վրա։ Կենդանին վախեցած կինքիմում էր, փորձելով թաքնվել։ Հանկարծ վանքի դարպասից դուրս եկավ մի ծեր վանական երկար սպիտակ մորուքով։ Նա հանգիստ քայլերով մոտեցավ տղաներին։ Նա չբղավեց, չհանդիմանեց, նա պարզապես կանգնեց նրանց եւ շան միջև։ Տղաներից մեկը, չնկատելով վանականին, եւս մի քար նետեց։ Քարը սուլոցով անցավ օդի մեջ եւ պիտի դիպչեր շանը, բայց վանականը հանգիստ առաջ մեկնեց ձեռքը եւ բռնեց քարը օդում։ Հետո նա արեց մի բան, որը ստիպեց Գևորգին շունչը պահել։ Նա քարը հետ չնետեց տղաների ուղղությամբ։ Նա չգցեց այն գետնին։ Փոխարենը նա զգուշորեն մոտեցավ վանքի կիսավեր պարսպի մի հատվածին, որտեղից քար էր պոկվել, եւ նրբորեն դրեց այդ քարը դատարկ տեղում, որպես հիմնաքար։ Այդ պահին Գևորգի գլխում կարծես կայծակ փայլատակեց։ Մի պարզ, բայց ցնցող ճշմարտություն բացահայտվեց նրա առաջ. «Սիրիր թշնամուդ»։ Այս խոսքերը հանկարծ նոր, անսպասելի իմաստ ստացան։ Դա չի նշանակում պասիվորեն հանդուրժել չարիքը, դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա նշանակում է վերցնել թշնամու կողմից քո ուղղությամբ նետված չարիքի էներգիան եւ այն վերափոխել, վերածել այն կառուցողական ուժի, չարիքին չարիքով չպատասխանել, այլ վերցնել այդ քարը եւ դրանով կառուցել ինչ-որ նոր բան, չզիջել, այլ վերահղել հարվածը, այն ուղղելով ոչ թե ի պատասխան ավերման, այլ ի ստեղծումն։ Գևորգը նայեց իր ձեռքերին։ Այդ ձեռքերը ստեղծված էին կառուցելու համար, ոչ թե քանդելու։ Տիգրանը նրա վրա նետում էր կեղտ, զրպարտություն, նվաստացում, իսկ ինքն ինչ էր անում։ Փորձում էր կամ նույն կերպ պատասխանել, ինչպես Լևոնն էր առաջարկում, կամ պարզապես կուլ տալ այդ ամենը։
Երկուսն էլ սխալ էին, իրական պատասխանը բոլորովին այլ էր, նա պետք է վերցներ Տիգրանի նետած քարերը և դրանցով ստեղծեր իր գլուխգործոցը, նա պետք է Տիգրանի ավերելու կիրքը վերածել իր ստեղծելու զորության, հասկացողությունը այնքան պարզ էր ու միևնույն ժամանակ հանչարեղ, որ Գևորգը ծիծաղեց, նա ծիծաղում էր բարձրաձայն, ազատագրված ծիծաղով, որը կարծես դուրս էր հանում նրա միջից ամիսների կուտակված ցավն ու շփոթությունը, նա հասկացել էր, իր բոլոր նախորդ փորձերը, խաչքար նվիրելը, խոնարհվելը, մակերեսային էին, նա փորձում էր կատարել պատվիրանի ձևը առանց հասկանալու դրա էությունը, իսկ էությունը ոչ թե թուլության, այլ աներևակայելի ուժի մեջ էր, ուժ, որը կարող է վերցնել աշխարհի ամենակեղտոտ բանը, ատելությունը և դրանով տաճար կառուցել։ Նա վեր կացավ, նրա քայլերը վստահ էին, իսկ աչքերում այլևս կասկածի ստվեր չկար, նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա չգիտեր, թե ինչով կավարտվի այս ամենը, բայց նա գիտեր իր ճանապարհը, եւ այդ ճանապարհը ոչ թե նահանջի կամ հարձակման, այլ ստեղծագործական հակահարվածի ճանապարհն էր։ Երբ Գևորգը վերադարձավ տուն, նրա ընտանիքը չճանաչեց նրան։ Ոչ թե նրա արտաքինն էր փոխվել, այլ նրա ներսից ճառաղող լույսը։ Այնտեղ, որտեղ հուսահատությունն էր, հիմա վճռականություն կար։ Այնտեղ, որտեղ շփոթությունն էր, հիմա պարզություն էր։ Նա հավաքեց բոլորին հյուրասենյակում, կնոջը, Անահիտին, որդուն Դավիթին և մորը Տիկին Վարդուհուն։ Նա զանգել էր նաև Լևոնին, ով երկար տատանումներից հետո այնուամենայնիվ եկել էր, դեմքին դժգոհության արտահայտություն։ Գևորգը նրանց չպատմեց վանականի և քարի մասին, փոխարենը նա խոսեց իր նոր ծրագրի մասին, և նրա ձայնը հնչում էր հանգիստ ու անսասան։ Տիգրանը ցանկանում է մեր հողի վրա կառուցել իր դրախտի այգիները, մի վայր հարուստների համար։ Շատ լավ, իսկ մենք հենց այս նույն հողի վրա, նրա ապագա շինության պատուհանների տակ կսկսենք վերականգնել մեր պապերի կառուցած հին, լքված մատուռը, որը գտնվում է արհեստանոցի հետևում։ Մենք դա կանենք մեր ձեռքերով, մեր միջոցներով, անվճար։ Մենք նրա շահույթի վայրը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Նա մեզ վրա քարեր է նետում, իսկ մենք այդ քարերով տաճար կկառուցենք։ Սենյակում մի պահ մեռյալ լռություն տիրեց։ Առաջինը Լևոնը պայթեց. Դու խելագարվել ես, իսկապես, սա է քո հանջարեղ ծրագիրը։ Նա բուլդոզերներ կբերի ու կքանդի և մատուռը և մեզ հետը, սա ինքնասպանություն է, ոչ թե պայքար։ Բայց Գևորգը նայում էր ոչ թե նրան, այլ իր կնոջը։ Անահիտի աչքերում արդյունքներ կային, բայց դրանք վախի արդյունքներ չէին։ Նա տեսնում էր իր ամուսնու աչքերի մեջ այն կրակը, որը չէր տեսել երկար տարիներ։ Նա տեսնում էր ոչ թե պարտված մարդու, այլ ճշմարտությունը գտած մարդիկի։ Նա մոտեցավ և վերցրեց Գևորգի ձեռքը։ Ես քեզ հետ եմ, շշնջաց նա։ Այս երկու բառը փոխեցին ամեն ինչ։ Դավիթը, տեսնելով ծնողների միասնությունը, վեր կացավ և կանգնեց նրանց կողքին։ Ես էլ, ասաց նա ամուր ձայնով։ Տիկին Վարդուհին, ով ամբողջ ընթացքում լուռ էր, մոտեցավ, խաչակնքեց Գևորգի ճակատը և ասաց. Քո պապը կհպարտանար քեզնով։ Որդիս, Աստված օրհնի քո գործը։ Լևոնը մնացել էր մենակ։ Նա նայում էր իր ընտանիքին, որը մի բռունցքի պես միավորվել էր մի, իր կարծիքով, խելահեղ գաղափարի շուրջ։ Նա գլուխը թափ տվեց և, առանց մի խոսք ասելու, դուրս եկավ տնից։ Հաջորդ օրը Գևորգը գնաց Տեր Հովհաննեսի մոտ։ Երբ քահանան լսեց նրա ծրագիրը, երկար լռեց։ Նրա դեմքին զարմանքի և հիացմունք կար։ Գևորգ, ասաց նա վերջապես, սա ամենախիզախ և միևնույն ժամանակ ամենաքրիստոնեական քայլն է, որի մասին ես երբևէ լսել եմ։ Ես չգիտեմ, թե ինչով սա կավարտվի, բայց ես գիտեմ, որ Աստված քեզ հետ է, և ես նույնպես։ Կիրակի օրը պատարագից հետո ես այս մասին կխոսեմ ժողովրդի հետ։ Լուրը արագ տարածվեց։ Համայնքում կարծիքները կիսվեցին։ Ոմանք, ինչպես Լևոնը, կարծում էին, որ Գևորգը տաք գլխով անմիտ քայլ է անում։ Մյուսները, ովքեր տեսել էին Գևորգի ընտանիքի տառապանքը, սկսեցին կասկածել թերթի գրածներին։ Իսկ մի փոքր խումբ մարդիկ, հիմնականում տարեցներ, ովքեր հիշում էին Գևորգի պապին և այդ մատուռում մոմ էին վառել, ոգեշնչվեցին նրա գաղափարով։ Նրանք տեսնում էին դրանում ոչ թե պայքար հողի համար, այլ պայքար հավատքի և հիշողության համար։ Նոր դաշինքներ էին ստեղծվում, հին կապերը վերանայվում։ Պայքարը դադարել էր լինելու միայն Գևորգի անձնական գործը, այն վերածվում էր մի ամբողջ համայնքի հոգևոր ընտրության։ Առաջին քարը դնելը նման էր ճակատամարտ սկսելուն։
Երկուշաբթի առավոտյան, երբ արևը նոր էր շողում Արարատի գագաթին, Գևորգը, Անահիտը, Դավիթը եւ մի քանի տարեց հարևաններ սկսեցին մաքրել մատուռի տարածքը մոլախոտերից ու տարիների ընթացքում կուտակված աղբից։ Նրանք աշխատում էին լուռ, բայց նրանց յուրաքանչյուր շարժման մեջ վճռականություն կար։ Կեսօրին մոտ ժամանեցին Տիգրանի ջիպերը։ Նրանք կանգ առան հենց արհեստանոցի դիմաց, փակելով ճանապարհը։ Մեքենաներից իջան մի քանի թիկնեղ տղաներ, իսկ բարձրախոսներից սկսեց հնչել ականջ ծակող բարձր երաժշտություն։ Նրանք ձեռք չէին տալիս Գևորգին եւ մյուսներին, բայց սկսեցին ցուցադրաբար աղբ թափել մաքրված տարածքում, ծաղրական արտահայտություններ անել եւ բարձրաձայն ծիծաղել։ Դա հոգեբանական պատերազմ էր, որի նպատակն էր կոտրել նրանց ոգին։ Ամեն անգամ, Երբ Տիգրանի մարդիկ մի նոր վիրավորանք էին հնչեցնում, Գևորգը առանց նրանց նայելու վերցնում էր մի քար եւ դնում մատուռի ապագա պատի հիմքում։ Նրա շարժումները հանգիստ էին ու կշռադատված։ Նա չարիքի էներգիան վերածում էր շինարարության։ Ամեն վիրավորանք դառնում էր մի նոր աղյուս Աստծո տան պատի մեջ։ Սկզբում նրա հետ աշխատողները լարված էին, բայց տեսնելով Գևորգի անսասան հանգստությունը, նրանք նույնպես սկսեցին անտեսել սադրանքները։ Նրանց լռությունն ավելի զորեղ էր, քան ցանկացած բղավոց։ Երկրորդ օրը պատկերը փոխվեց։ Թաղամասի բնակիչներից մի քանիսը, ովքեր մինչ այդ վախեցած հետևում էին իրենց պատուհաններից, դուրս եկան։ Սկզբում մի տարեցկին մի սկուծեղ թխված քաբլից բերեց, հետո մի երիտասարդ իր օգնությունն առաջարտեց։ Տեսնելով, որ Գևորգը չի նահանջում, մարդկանց մեջ ինչ-որ բան փոխվեց։ Վախին սկսեց փոխարինել հարգանքը, իսկ անտարբերությանը համերաշխությունը։ Երրորդ օրը եկավ Լևոնը։ Նա կանգնեց հեռվում, ձեռքերը գրպաններում, եւ երկար նայում էր, թե ինչպես է իր եղբայրը մի խումբ կամավորների հետ քար քարի վրա դնում, չնայած շարունակվող ճնշմանը։ Նրա դեմքին բարդ զգացմունքների խառնուրդ էր, զայրույթ, հիացմունք, անհավատություն։ Նա չմոտեցավ, բայց նրա ներկայությունն արդեն իսկ նշան էր։ Շինարարության հրապարակը վերածվել էր ոչ բռնի դիմադրության թատերաբեմի։ Մի կողմում կանգնած էր կոպիտ ուժը, աղմուկն ու ագրեսիան, մյուս կողմում լուռ համառ ստեղծագործ աշխատանքը։ Գևորգը կիրառում էր Քրիստոսի խորհուրդը ոչ թե խոսքերով, այլ գործով։ Նա չէր վիճում, չէր բացատրում, նա պարզապես կառուցում էր։ Եվ այդ լուր կառուցումը սկսում էր ավելի ուժեղ ազդեցություն ունենալ, քան ցանկացած բողոքի ակցիա կամ իրավական պայքար։ Դա մի ճակատամարտ էր, որտեղ զենքերը ոչ թե քարերն էին, այլ այն, թե ինչպես էին դրանք օգտագործվում՝ քանդելու, թե կառուցելու համար։ Հակամարտությունը դուրս էր եկել փողոց եւ դառնում էր հանրային, եւ Գևորգը իր հավատքի զորությամբ սկսում էր շահել մարդկանց սրտերը։ Մի քանի շաբաթ անց, երբ մատուռի պատերն արդեն հասնում էին մարդու հասակին, իսկ կամավորների թիվը տասնյակների էր հասնում, Տիգրանն անձամբ եկավ։ Նրա սև ամենագնացը կանգ առավ այնպիսի ճռինչով, կարծես հողն ինքը ցավից ճչար։ Շինհրապարակում աշխատանքը կանգ առավ։ Բոլորը սառած նայում էին, թե ինչպես է կառուցապատողը դուրս գալիս մեքենայից։ Նրա դեմքը քարի պես անարտահայտիչ էր, բայց աչքերում փոթորիկ էր։ Նա ուղիղ քայլեց դեպի Գևորգը, ով այդ պահին շաղախ էր պատրաստում։ Լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Տիգրանը կանգնեց Գևորգի դիմաց այնքան մոտ, որ նրանց շունչը խառնվում էր իրար։ Գևորգը չնահանջեց։ Նա ուղիղ նայեց Տիգրանի աչքերի մեջ, եւ նրա հայացքում վախ չկար, միայն խորը, անսահման տխրություն։ Այս մատուռը, սկսեց Գևորգը հանգիստ ձայնով, որը լսելի էր դարձել տիրող լռության մեջ, կառուցվում է ի հիշատակ Արմենի եւ Սաթենիկի։ Տիգրանի դեմքի մկանները ձգվեցին։ Սրանք նրա վաղամերիկ ծնողների անուններն էին, որոնց մասին քչերը գիտեին։ Գևորգը ձեռքը մեկնեց եւ բաց ափի մեջ դրեց մի փոքրիկ հարթ քար։ Ես իմացա, որ նրանք թաղված են մեր հին գերեզմանատանը, առանց տապանաքարի։ Այս քարն այնտեղից է, թող սա լինի նրանց հիշատակի առաջին քարը այս սուրբ պատի մեջ։ Այդ պահին մի բան կոտրվեց, Տիգրանի երկաթե դիմակը ճաք տվեց, նրա աչքերում մի պահ երևաց ոչ թե անողոք գործարարը, այլ մենակ մնացած, վիրավորված մի տղա։ Նա մի քանի վայրկյան նայեց քարին, հետո Գևորգի բեմքին։ Նրա շուրթերը շարժվեցին, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Նա կտրուկ շրջվեց, նստեց մեքենան եւ սլացավ, իր հետևից թողնելով փոշու ամպ եւ ապշած մարդկանց։ Այդ օրվանից Տիգրանի մարդիկ այլևս չհայտնվեցին։ Մի քանի ամիս անց մատուռն արդեն ավարտված էր, փոքրիկ, բայց լուսավոր մի կառույց, որը կանգնած էր որպես համայնքի միասնության եւ հավատքի հաղթանակի խորհրդանիշ։ Գևորգի արհեստանոցը լցվել էր նոր պատվերներով։ Մարդիկ գալիս էին ոչ միայն խաչքար պատվիրելու, այլև պարզապես խոսելու այն մարդու հետ, ով կարողացել էր հաղթել առանց կռվելու։
Բայց Գևորգի համար ամենամեծ հաղթանակը մեկ այլ տեսարան էր։ Մի առավոտ, երբ նա աշխատում էր արհեստանոցում, դուռը բացվեց և ներս մտավ Լևոնը։ Նա ոչինչ չասաց, պարզապես հանեց բաճկոնը, վերցրեց գործիքներից մեկը և սկսեց օգնել եղբորը։ Այդ լռության մեջ ավելի շատ ներողություն, հարգանք և սեր կար, քան հնարավոր կլիներ արտահայտել հազարավոր բառերով։ Նրանց ընտանիքը վերամիավորվել էր, ավելի ամուր, քան երբևէ։ Սիրելի եղբայրներ և քույրեր, Գևորգի պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր ճշմարտություն։ Քրիստոսի խորհուրդը՝ սիրել թշնամուն, թուլության կոչ չէ, այլ ուժի ամենահզոր դրսևորումը։ Դա չարիքը բարիքի վերածելու, ավերածությունը ստեղծագործության վերափոխելու արվեստն է։ Դա այն ճանապարհն է, որը ոչ միայն փրկում է մեր հոգին, այլև կարող է փոխել աշխարհը մեր շուրջը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք դուք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում հանդիպած դժվարությունների ժամանակ։ Ինչ դասեր քաղեցիք այս պատմությունից։ Թող Աստծո խաղաղությունը